Գոնե առնվազն 3 ուժ կա, որը ամենայն հավանականությամբ Շեմը հաղթահարելու է։ Պարզվում է, որ իրականում Փաշինյանի եւ իր թիմակիցների համար քաղաքական պայքար գոյություն չունի։ Արդյոք Փաշինյանը անձնապես պատրաստ է պարտության դեպքում իշխանություն հանձնել։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում զրուցելու ենք այսօր ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, մեր պարոն Նահապետյան։ Պարոն Նահապետյան, քարոզարշավ այսպես արդեն մեկ շաբաթից ավել է ընթանում է, կարծես այսպես շատ հանգիստ էր սկզբում ամեն ինչ, որպես այդպիսի միջադեպեր, այդպես շատ ակնառու չէր լինում։ Նիկոլ Փաշինյանը ասում էր, ես սիրում եմ ձեզ, համբուրում եմ, մեկ էլ հանկարծ սկսեց այսպես խոսույթը փոխվել եւ հիմա բառերը չեմ ուզում այդ խոսույթը կրկնել, հատկապես արցախցիների հետ կապված։ Այ ինչու ու հետաքրքիր է, որ այս ամենը ասում է ոչ թե քաղաքացիների է ուղված, այլ ընդդիմախոսներին, օրինակ նախկին նախագահներին, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Նախ ասեմ ձեզ, որ Փաշինյանը ըս 4-5-րդ օրն է իրականում հանդիպում է իրական մարդկանց, այսինքն մարդիկ, որոնք ունեն ասելու, ունեն պահանջելու, ամենախիստ շեշտադրումներով եւ հարցադրումներով։ Այն, որ Հայաստանի քաղաքացիները հերավարության վրա Փաշինյանի կողմից միշտ մանիպուլացվել են, կարծում եմ, որից մեկի համար գաղտնիք չի։ Ուղղակի հիմա այդ մանիպուլյացիան հերավարությունից իջնում է գետնի վրա, ամիջական շփում, որտեղ պատրանքները իր իսկ կողմից ստեղծած հոդս են ցնդում։ Այսինքն մարդիկ նախ չեն վախում հարցադրումներ տալ ամենախիստ շեշտադրումներով, պահանջատերի իրավունքով եւ ըստ այդմ դա միգուցե Փաշինյանի համար անսպասելի էր։ Այսինքն հոգեբանորեն կարող ենք պատրաստել, որ կլինեն խիստ հարցադրումներ, ոչ հաճելի եւ հարցեր, որոնց պատասխանները իր համար շատ դժվար է արտաբերել, բայց փաստը մնում է փաստ, որ դա ամեն քայլափոխին է։ Ընդ որում ասեմ ձեզ, հիմնականում այդ կարգի հարցերը հնչում են առաջին հերթին Երևանում։ Սա էլ կարծում եմ պատահական չի եւ Փաշինյանը կարելի ասել պատրանքային իրականությունից իջել է գետնի վրա եւ շփվում է եւ հանդիպում է եւ լսում է իրական Հայաստանի իրական քաղաքացիներին, որը իր մոտ բավականին լուրջ լարումներ է առաջացնում հաճախ ինքնատիրապետումը կորցնելու շեմին արտաբերվող ոչ ցանկալի բառամթերքով։ Սատկացնել ու այսպես շարունակ, սրանք սպառնալիքներ չեն։ Դե իրապահ համակարգը թող գնահատի։ Դե այդ եմ ասում, իսկուր է իրավապահ համակարգ։ Օրինակ, պատկերացնենք, եթե ընդդիմադիր տեխնատուներից մեկը ասեր սատկացնելու եմ ուղղված իշխանություններին, ինչ կլիներ այսօր։ Ես ուրիշ բան կարող եմ ասել, քարոզությունը խոչընդոտելու պատրվակով, քարոզության ինչ որ թերթիկ պատրելու պատրվակով անձին, որը միայն կարող է վարչական հետապնդման ենթարկվել, հայտնվում է, փորձում են նախ խափանման միջոցը կալանքով եւ հետո այդ անձը ունենալով ամենայն հավանականությամբ որոշակի առողջական խնդիրներ, նաեւ հոգեկանի հետ հայտնում է հոգեբուժարանում։ Այսինքն այնուամենայնիվ այդ անձի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու գործընթաց է գնում։ Այստեղ Փաշինյանը հանդես է գալիս որպես ավտորիտար ռեժիմի պարագլուխ եւ իր մոտեցումը հետեւյալ սկզբունքով է, ինչ կարելի է Զևսին, չի կարելի Եզին։ Այսինքն ինչ կարելի է իշխանությանը, չի կարելի անդիմությանը։ Մեկ, երկրորդ, շատ հետաքրքիր այսպես նոր նրբերանգներ են ի հայտ գալիս այս քարոզարշավի ընթացքում, պարզվում է, որ իրականում Փաշինյանի եւ իր թիմակիցների համար քաղաքական պայքար գոյություն չունի։ Սա կոնկրետ անձի գերակայությունն է ցույց տալ այլոց նկատմամբ, որտեղ միջոցների եւ բառամթերքի մեջ որևէ ընտրություն չի կատարում։ Ուշադրություն դարձրեք այս 2-3 օրը, երբ Փաշինյանը վիրավորական արտահայտություններ է անում անձանց, որոնք ղեկավարում են կուսակցություններ Հայաստանում, խոսքս երկրորդ նախագահի, երրորդ նախագահի վերաբերյալ, արարած արտահայտությունները Բարգավաճ Հայաստանի կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, բայց կարծում եմ այդ ամեն ինչը համալրվեց 3, երբ որ վերջին հաշվով այսպես երևացող կուսակցություններից թիրախավորվեց նաև մնացածները, երբ Զարուհի Փոստանջյանի հասցեին հրապարակավ եւ հերավորության վրա ինչ որ արտահայտություններ արեց, պիտակավորելով մի կողմից Զարուն
բայց մյուս կողմից ուշադրություն դարձեք, որ երկու կուսակցության ղեկավարի եւս թիրախավորեց խոսքս առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որտեղ զարու բառը արտաբերելուց հետո նաև Լևոն ասեց ակնհայտ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Ռաֆին, խոսքս Ռաֆի Հովհաննիսյանի մասին է, Ժառանգություն կուսակցության, այսինքն եթե բերենք ընդհանուր հայտարարի, Փաշինյանի համար քաղաքական պայքար գոյություն չունի։ Այսինքն գնում է իր իրական հակառակորդների կամ միգուցե նաև հոգեբանորն ինքը դրանց դիտում է որպես թշնամի, նրանց նկատմամբ տոտալ ագրեսիվ կեցվածք, որը վստահաբար ինքը գիտի, որ դա այս պահին, քանի դեռ ինքը վարչապետի պարտականությունն է կատարում, դա անպատիժ է մնալու։ Պարոն Նահապետյան, այստեղ եթե նկատենք քաղաքացիներն էլ, օրինակ արցախցի կնոջ երբ որ տեսանք, ասում է, եթե դու ռոբն ես, այդպես սովորական քաղաքացիներին էլ, այսինքն ասոցացնում է ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ, պաշտոնյաների հետ։ Այստեղ գիտեք, իր համար միգուցե որոշակի առումով բնականաբար ինքը հասկանում է, որ կլինեն իհարկե այդ հանդիպումների ժամանակ իր համար ոչ ցանկալի հարցեր տհաճ, բայց այն չափը, որ եղավ մասնապես Երևանում, ինքը փորձեց այդ ամեն ինչը ուղղորդել դեպի հայաստանցի եւ ղարաբաղցի հարթություն, որը մի ժամանակ փաստացի քարոզչական դաշտում հիմնական կիրառողը ինքն է եղել դեռևս 2008 թվականից, երբ ատելության քարոզներ էր անում մեր հայրենակիցների նկատմամբ, եթե հիշում եք մարտի 1-ին իր հայտնի արտաբերած գնահատականներից մեկը արցախցիների վերաբերյալ, եւ ըստ այդմ իր այս խոսույթը ամենայն հավանականությամբ արտաքին թշնամու գեներացիայի նպատակի հետապնդում, այսինքն ով է թշնամի, եթե 2018-ին հիմնական շեշտադրումը ոչ թե հայաստանցի ղարաբաղցիներ, այլ հին ու նորն էր, ապա հիմա այդ հին ու նորը առանձնապես չէլ աշխատում, որտեղ հներից շատ-շատերը այսօր նաև իր կողքն են, կառավարության անդամներն են, բարձր պաշտոններ են զբաղեցնում, այսինքն դա խոցելի է։ Ինքը խոսույթը վերցրել է հայաստանցի ղարաբաղցի եւ թիրախավորում է ղարաբաղցիներին, բայց նորից եմ ասում, ինքը թիրախավորեց 3, երբ Զարու հետ կապված ինչ-որ միտք արտաբերեց, ամբողջ Հայաստանի քաղաքական դաշտը։ Պարոն Նահապետյան, իսկ արցախցիների թիրախավորումը եւ եթե հիշենք այն տեսանյութը հայտնի տարածված մասկաներով, դա շատերը ներկայացնում են, ասում են սա բեմադրված է, չգիտեմ, դիտել եք տեսելյութը, որքանով է փոխկապակցված դրան այսպես հաջորդող։ Ես կարծում եմ ճիշտ ժամանակին, ճիշտ տեղին, գիտեք, ցանկացած սա հիմք էր, որպեսզի այդ հռետորաբանության համար։ Հռետորաբանությունը կար, բայց դե բնականաբար այդ տեսանյութից հետո ավելի խստացավ եւ որակումները եւ բառամթերքը ավելի վիրավորական։ Ասեմ ձեզ, սովորաբար եթե ինչ-որ հանցանք կատարվում է, սովորաբար իրապահ համակարգի ներկայացուցիչ, ասենք քննիչը, իր համար առաջին հարցը, որ ինքը եթե ստանա պատասխանը, շատ արագ կարող բացահայտի հանցագործությունը, ում էր ձեռնտու։ Հիմա նման տեսանյութ, որտեղ դիմակներով ինչ-որ մարդիկ զինված ինչ-որ բաներ են սպառնում, ում էր ձեռնտու։ Միմիայն օրվա իշխանություններին, որտեղ դա փաստացի օրվա իշխանությունների ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձին հնարավորություն տվեց ոչ փաստարկված ձևով թիրախավորել առաջնորդին Արցախից մեր քույրերին եղբայրներին։ Ու դա որպես ինքնապաշտպանություն էսպես ներկայացնում։ Բնականաբար ինքը տալիս է արտաքին թշնամու կերպարը, հետո գեներացնում է թշնամու դեմ պայքարի մի ամբողջ շերտ, որի ավանգարդում ինքն է կանգնած, եւ բնականաբար քաղաքական ուշադրություն դարձեք 3-4 օր է քաղաքական խոսույթ առանձնապես իր բառամթերքում չկա։ Ծրագրերի մասին 2021-ին տված խոստումների կատարվելու աստիճանի մասին, ինչ չի կատարվել եւ որը պիտի կատարվի ենթադրենք վերընտրվելուց հետո, չկա նման խոսույթ։ Այսինքն կա արտաքին թշնամի, իդեմս էսպայն ինքը արդեն թիրախավորել է դա Արցախի մեր քույրերն ու եղբայրներն են, նախկին իշխանությունները իդեմս Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի եւ ոչ ավել ոչ պակաս նորից եմ ասում 3 ինքը այդ շղթան փակեց շրջանակը Լևոն Տեր-Պետրոսյան, Ռաֆի Հովհաննիսյան ասելով։ Նրանցից ինչ այսպես ասած վտանգ կա, սպառնալիք կա։ Ինքը փաստացի ձեռնոց է նետել քաղաքական Հայաստանի քաղաքական դաշտին։ Եվ իր պայքարը քաղաքական պայքար չի, իր պայքարը ծրագրերի պայքար չի։ Բայց եթե դեռ քարոզարշավի կարելի ասել այսպես սկիզբն է, հա, լավ գոնե կեսը այսպես է, բա ավարտը ինչ է լինելու։ Եվ ասեմ իր այս մոտեցումը մի 2-3 օր է, դրանց առաջ առանձնապես այդ խոսույթը չկար։ Ինչու առաջացավ։ Ես կարող եմ ենթադրել, որ ամենայն հավանականությամբ յուրաքանչյուր
ընտրությանը մասնակցող քաղաքական ուժ եւ նա ղեկավար ստանում է իր հնարավորությունների սահմաններում, ասենք մարդկանց տրամադրվածությունը այս կամ այն քաղաքական ուժի։ Երևի թե իրեն զեկուցել են, որ օրինակ Երևան քաղաքում բավականին տխուր է վիճակը, ի համեմատ 2021 թվականի տվյալների, այո, եւ դա ինքը փորձում է հաշվառնել, որ քաղաքական խոսույթով ինքը չի հաղթելու ընդդիմադիրներին։ Այդ ամենը բերում է անձնական հարթություն, որտեղ այսպես ամիջական կոնտակտի պայմաններում ինքը միգուցե շատ ավելի խոսույթի մեջ ճարպիկ է, շատ ավելի արագ է մտածում, թիրախները, բառամթերք, ասենք հայերենին ինքը այդ առումով միգուցե ավելին է տիրապետում, քան մյուսները։ Առավելևս եթե արագ մտածի, հետևություններ անի, այստեղ ինքը այդ լեզվակռվի մեջ հաղթական է դուրս գալիս։ Ինքը հիմա քաղաքական պայքարը տեղափոխել է այդ հարթություն։ Ես կարծում եմ ուրիշ այդպես որևէ բան չկա։ Իսկ թե ինչ զարգացումներ կստանա, դժվարում եմ ասել, առավելևս այդ տեսանյութի հետ կապված, որը կարծում եմ դժվար չի բացահայտել։ Թերնտուել իշխանություններին։ Իհարկե, հիմա ցանկացած տեսանկյունից որ նայում ենք, ասենք ինչ որ խումբ մարդիկ, եթե ինչ որ գործողություն տանեն, ինչ են ցծվում, սովորաբար նման գործողությունները արվում է եւ այդ ամեն ինչ այդպես թաքցնում են, որտեղ վերջին հաշվով աբեկցությունը խստորեն պատժել է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև աշխարհում միջազգային իրավունքի տեսանկյունից եւս։ Եվ հետո ասենք ինչ որ բացահայտում են, թե իրենք ովքեր են, Արցախի բարբառով են խոսում։ Ավելին ասեմ, հետաքրքիր է, որ այդպես տեսանյութի վրա խոսքը գրվում է ֆրանսերենով եւ ոչ թե անգլերենով, սովորաբար միջազգային լեզուն առաջին հերթին անգլերենն է, ինչու ֆրանսերենով։ Միգուցե սա մեսիջ է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, որ տեսեք Հայաստանում ինչեր են պատրաստում։ Այս մեսիջով ինքը նաև թուրք-ադրբեջանական տանդեմի ղեկավարներին է որոշակի մեսիջ ուղարկում, որ պաշտպանության կարգ որ մեզ մոտ տեսեք ինչ պայմաններում եմ, որ ինձ իմ համախոհների նկատմամբ, ասենք, աբեկչական գործողություն կատարելու սպառնալիքներ կան։ Այնպես որ իմ նկատմամբ կամ Հայաստանի նկատմամբ մի արեք քայլեր, որը կարող է տեսականորեն բերել իմ քաղաքական թիմի պարտության։ Այսինքն մի շարք տրամաբանական վերլուծություններ որ տալիս է այդ տեսանյութի դիտելուց հետո եւ ել չեմ ասում, ասենք իր խոսույթի առավել խստացումը։ Պարոն Նապետյան, բայց սրա հակառակ կողմն էլ չէ, կա ի վերջո այսպիսի մի վտանգ էլ կա, որ մշտապես այսպիսի վիրավորական հայհոյական խոսույթը կարող է հակառակ էֆեկտ ունենալ եւ բացասական առումով օրինակ ազդել վարկանիշի վրա։ Ես համակարծիք եմ ձեր տված գնահատականի եւ նույնիսկ կարող է հաշվի առել են թե չէ այս միտը։ Ես չգիտեմ այնտեղով է մտածել, ինչ են արել։ Միգուցե ես չեմ բացառում, որ այդ տեսանյութը իսկապես մարդիկ լինեն, որոնք որտեղ քիչ հավանական է, եթե այսպես ասեմ, հա։ Բայց ուրիշ բան է, որ որտեղից է դուրս եկել, այսինքն առաջին ով է տեղադրել, ում են ուղարկել այդ տեսանյութը, սա թող նախաքննական մարմինը ճշտի։ Ես սկզբունքորեն բարդ չի ճշտելու, թե որ IP հասցեով է տեղադրվել։ Սկզբունքորեն այդ YouTube-ում տեսանյութը եւ ըստ այդմ թող իրենք բացահայտեն։ Ես կարծում եմ, որ եթե մինչև հունիսի 7 ընտրությունների օրը սա չբացահայտվեց, ապա մեծ հավանականությամբ այդ տեսանյութում արկա անձինք, այսպես ասենք, բեմականացում են իրականացրել։ Որտեղ սկզբունքորեն բարդ չէ էլի դա բացահայտելը, հաշվի առնելով, որ համապատասխան սոցիալական ցանցերի պատասխանատու կառույցների ղեկավարներ ունեն մեխանիզմներ արագ հայտնաբերելու եւ իրավահամակարգի կողմից Հայաստանի տրված հարցմանը դրական պատասխանելու, թե որտեղից է տեղադրել, ըստ այդմ քննությունը նաեւ կգնա էլի այդ ուղղությամբ։ Ոստև ես ասում եմ, որ ցանկացած բռնության կոչ կապ չունի, դա իշխանությունն է, ընդդիմությունն է կամ բեմականացում է, երրորդ կողմն է, որտեղ ես չեմ բացառում, որ ասենք դա լինի թուրք-ադրբեջանական տանդեմը, օրինակ, իսկ ինչու ոչ, հաշվի առնելով, որ Ղարաբաղում ապրել են նաև ադրբեջանցիներ, որոնք հրաշալի հայրենի եւ Ղարաբաղի բարբառին տիրապետել են։ Այսինքն Հայաստանի ներսում լրջագույն լարումներ առաջացնեն, հա, իշխանություն, ընդդիմություն։ Եվ իշխանությունները շատ խորամուխ չլնելով միանգամից թիրախավոր են Արցախից դուրս եկածին, ես դա չեմ բացառում, որտեվ երրորդ կողմը միշտ էլ այսօր շահագրգիռ է, հա, Հայաստանում առավելագույն անկայուն վիճակ կամ ցանկացած իշխանություն առավելագույն կառավարելիով, որ բերվի իշխանության։ Սա ձեռք է տալիս եւ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այնպես որ որևէ տարբերակ պետք չի բացառել։ Պարոն Նահապետյան, մի փոքր էլ հասկանանք ինչ է կատարվում, այսպես ընդդիմադիր դաշտում քարոզարշավը, չգիտեմ ով է արդյունավետ, ով ոչ։
ասեմ ձեզ, ու տարբեր սոցիալական հարցումներով, նաև ունեցած քաղաքական փորձով, անցած ճանապարհով, մարդկանց վերաբերմունքով, կարծում եմ, գոնե առնվազն 3 ուժ կա, որը ամենայն հավանականությամբ շեմը հաղթահարելու է։ Խոսքս Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչյանի եւ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած դաշինք եւ ուրեմն կուսակցություններն են։ Եվ հետեւաբար ես կարծում եմ, այստեղ իրենց խոսույթի մեխը անկյունակարը պետք է լինի, որպեսզի մարդկանց կարողանան համոզել, բացատրել, հորդորել, խնդրել, որպեսզի մարդիկ գնան ընտրած տեղամաս եւ կապ չունի դու մեզ տալիս։ Ես օրինակ ինձ որ հարցնում են, ես ասում եմ ընտրած տեղամաս գնալը արդեն հնարավորություն է բացում, որպեսզի նրանք ովքեր որ չեն ուզում որ իշխանությունը վերարտադրվի, հնարավորություն են ձեռնում, որպեսզի իշխանությունը չվերարտադրվի։ Ում ձայնը տալ։ Օրինակ ես ունեմ իմ նախընտրածը, բայց ես օրինակ ասում եմ, տվեք այն ուժին, որը ամենայն հավանականությամբ, մեծ հավանականությամբ անցողիկ շեմը հասնելու է, այսինքն այդ ձայները չեն փոշիացվի։ Խոսքս 3-7-17 ձևաչափի մասն է, իմ նշած 3 ուրեմն կուսակցություն դաշինքների մասին է։ Եվ ըստ այդմ իշխանությունների դեմ պայքարի լավագույն եւ արդյունավետ ձևը ընտրություններին գնալն է։ Այսինքն ընտրության գնալ նշանակում է պակասեցնել, նվազեցնել իշխանության վերարտադրության հնարավորությունը։ Այսինքն կարող ենք ասել, որ ընտրությունների ելքը մեծ մասամբ հենց մասնակցությունից է։ Ես կարծում եմ, այո, առաջին հերթին եւ հիմնականում դա մասնակցությունն է, ակնհայտ է, որ ծրագրային ընտրությունով չի, որ քաղաքացին մեծ տոկոսը անձի ընտրությունով է, իրավիճակի ընտրությունով է, աշխարհաքաղաքական այն տուրբուլենտ վիճակի, որտեղ Հայաստանը եւ մեր տարածաշրջանն է գտնում, բայց ես կարծում եմ, որ այս ընտրությունների ելքը եւ ճակատագիրը որոշելու է Երևանում ընտրության իրավունք ունեցող քաղաքացին եւ օրվա իշխանությունների քաղաքական գերեզմանափորը հենց Երևանցին է դառնալ, որտեղ իր բարձր տոկոս մասնակցությունը թվականակով կարող է որոշել, որ իշխանությունը չի վերարտադրվելու։ Այսինքն Երևանի ձայներից է կգա։ Այո, առաջին հերթին, որտեղ եթե համատենք շրջանների, բնակավայրերի եւ այլն հետ, Երևանի քաղաքացիների, Երևանի բնակիչների ընտրությունը որոշիչ է լինելու եւ այն ակտիվությունը, որ երևանցիները ունեն, հիմա այդ հանդիպումների ժամանակ գոնե հուսադրող է այն առումով, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը, որ կարող են գնալ ընտրած տեղամասերի 70 եւ ավել տոկոս ընտրության մասնակցությունը ընդհանուր հանրապետությունում, իսկ Երևանում միգուցե ավելի բարձր 80%, սա արդեն կանխորոշիչ կարող է լինել։ Այստեղ մի վտանգ կա, եթե օրվա իշխանությունները այդ ամեն ինչ հրաշալի տիրապետում են տեղեկատվության եւ գնահատում են, ապա այդ դեպքում արդյոք Փաշինյանը անձնապես պատրաստ է պարտության դեպքում իշխանություն հանձնել։ Եվ ես չգիտեմ, ամեն դեպքում իշխանություն հանձնելը եւս որոշակի քաջություն է պահանջում։ Իսկ գիտեք, այդ հանձնելը ինչ է նշանակում։ Հանձնելը նշանակում է, որ Հայաստանում քաղաքապայմանագիրը այլևս դառնալու է երկրորդ քաղաքական ուժը, ընդդիմադիր։ Այսինքն առանձնապես մեծ ողբերգություն չի լինի, ոչ Փաշինյանի, ոչ իր քաղաքական թիմի համար։ Ինչու իշխանական այսպես ռեսուրսները լծակներ դա։ Եթե ինքը պարտվում է, ըստ իս խելամիտ խորագետ մարդը ինքը կհամաձայնվի իր պարտության հետ, ընդ որում ասեմ ձեզ, երկար տարիներ իշխանության ղեկին գտնող Հունգարիայի նախագահը, երբ պարտվեց Օրբանը, ինքը ողջունեց հաղթող թիմի երիտասարդ ղեկավարին եւ կարծում եմ, որ Օրբանի ղեկավարած կուսակցությունը երկրորդն է եւ էական դերակատարում ունենալու երկրի ներքաղաքական կյանքում։ Նույնը թող Փաշինյանը անի, այսինքն հիմա եթե պարտվել ես, միշտ հնարավորություն ունես հաղթած քաղաքական թիմի բացթողումները հաջորդ ընտրությունների ժամանակ ի ցույց դնել եւ կրկին հաղթել։ Իսկ եթե այնուամենայնիվ իշխանությունը փաստացի տեսնելով, որ ինքը պարտվել է, բայց իշխանություն չհանձնի, կարծում եմ դա առաջներթին մեր երկրի եւ մեր պետականությանն է վնաս տալու, դրանց բխող բոլոր ծանր հետևանքներով։ Շնորհակալ եմ, պարոն Հապետյան, ձեզ զրույցի համար։ Հարգելի հերթադիտողներ, մեր զրուցակիցը այսօր ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանն է։ Շնորհակալ եմ զրույցին հետևելու համար, կհանդիպենք։